Պարոն Նահապետյան, մի քանի հարցեր ունեմ, խնդրում եմ գրի առեք, որ հիշեք։ Առաջինը, դուք նշում եք, որ 890 վարույթ է նախաձեռնվել, կարճվել է 617, այսինքն շուրջ մոտ 70%-ը։ Ինչով եք բացատրում այս մեծ թիվը, դրանցից քանիսն են կարճվել ոչ արդարացման հիմքով։ Երկրորդը, թեև դուք խուսափում եք եւ նշում եք, որ նախկին պաշտոնատար անձ արտահայտությունով պայմանավորված չեք կիրառում սահմանազատումներ, բայց օգտագործել եք նաեւ հաղորդման մեջ։ Ուղղակի խնդրեմ, ասեք նախկին պաշտոնատար անձ հասկացությունը որ պահի դրությամբ նախկին քրեական վարույթը նախաձեռնելու, մեղադրանքն առաջադրելու, որ պահի դրությամբ նախկին։ Երրորդ հարցը վերաբերում է հետևյալին. ինչպես է տարանջատվում դատախազության վերահսկողական գործառույթը եւ ձեր կոմիտեում ստեղծված անվտանգության ու վերահսկողության վարչության գործառույթները, արդյոք սրանք խաչվող չեն։ Ինչ ֆունկցիա իրականացում ռազմականացված սպառազինության ապահովման բաժինը կոմիտեում։ Որքան գիտեմ, դուք ռազմականացված մարմին չեք, բայց եթե եք, խնդրեմ բարձրաբանում ես մասով, դուք նաև նշում եք, որ առաջնորդվում եք իրավական հիմքերը նշելու ձեր գործունեության մեջ հուշագրերով, հուշագիրը իրավական ակտ է, որպես դիտարկում, ինչ-որ նորմատիվ իրավական ակտերի օրենքի հետ մի քիչ անհամապատասխանություն կա եւ վերջին հարցը, խնդրեմ ասեք 25 թվականին քրեական պատասխանատվությունից ազատելու գործուն զղջալու հիմքով որքան են եղել ծանր եւ առանձնապես ծանր ենթադրյալ հանցագործությունների դեպքերը։ Շնորհակալ եմ, Մոհամեդյան։ Սկսենք կարճված վարույթների մասին, ձեր հարցադրմանը պատասխանելով ասեմ, որ հաղորդման մեջ առանձին տեղ է հատկացվել այդ մասով եւ հավանաբար ձեր աչքից վերիպել է, որ մենք ընդհանուր առմամբ քննել ենք 2585 քրեական վարույթ, որից կարճվել է 617-ը, հետեւաբար տոկոսային համեմատությունը, որ անում եք 70%-ի մասով այդ թիվը իրականում 70% չի եւ առանձին թվային տվյալներ վերլուծած են հաղորդման մեջ։ Անդրադառնալով Հակագործության կոմիտեում ստեղծված ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչության գործառույթներին եւ դատախազության գործառույթների հարաբերակցությանը, ապա պետք է նշեմ, որ դատախազության գործառույթները կարգավորվում են քրեական դատավարության օրենսգրքով եւ դատախազությունը հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ, իսկ Հակագործության կոմիտեում ստեղծված ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությունը ունի վերահսկողական գործառույթներ եւ ուղղված է կառույցի ներսում, քրեական վարույթների քննության հնարավոր ցկցկումները, քրեադատավարական հնարավոր խախտումները պարզելու, անհրաժեշտության դեպքում նաեւ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու եւ այլն իմաստով եւ չունի քրեադատավարական լիազորություններ ի տարբերություն նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի։ Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք Հակագործության կոմիտեն համարվում է ռազմականացված մարմին եւ ինչ պատճառով է ստեղծվել, քաղ պաշտպանության բաժինը, ապա պետք է նշեմ, որ Հակագործության կոմիտեին կառավարության համապատասխան որոշումներով նախորդ տարի հատկացվել են հատուկ միջոցներ, նաև սպառազինություն, որը անհրաժեշտ է հատկապես օպերատիվ հետախուզական աշխատանքների պատշաճ իրականացման համար, եւ այս բաժինը նաև ստեղծվել է այդ սպառազինության հետ կապված օրենքով սահմանված կարգավորումները ապահովելու նպատակով։ Հռչակագրի մասով հաղորդման մեջ որևէ տեղ չկա նշում, որ հռչակագիրը համարվում է իրավական ակտ, ընդամենը հռչակագրով Հակագործության կոմիտեն որոշակի գործառույթների մասով հնարավորություն է ստեղծել, որպեսզի դրանք ավելի այլ գործընկերների, այլ կառույցների հետ նաև
միջազգային գործընկերների հետ ավելի արագ, ավելի էֆեկտիվ փոխգործակցություն եւ համագործակցություն ունենանք։ Այսքան ըստեյության։ Ասում եի, չէ, գրի առեք, չմոռանաք, գործուն զղջալու հիմքով հարցը բաց մնաց, ես հարցնում եի, եթե հարցի մեջ սխալ է եղել, ներողություն, ավարտված 890 գործերից կարճվել է 617-ը, սա է 70%, շուրջ 70%-ը կազմում ընդհանուր սրա պատճառների եւ ոչ արտարացման հիմքով կարճված վարույթների մասին էր հարցս եւ մի հարց դուք ձեր խոսքում նշեցիք 243 միջնորդություն եք ներկայացրել կալանավորման, որից դատարանը բավարարել է 102-ը, այսինքն շուրջ 141-ը եղել է անտեղի այդ միջնորդությունները։ Ըստ էության սրանից դուք ինչ եզրահանգումներ եք գալիս, ինչու եք այդպես հաճախ անպայման ուզում այդ ամենածանր խափանման միջոցը կիրառել, ինչու այլ ընտրանքների մեջ չեք ընտրում մեղմից վերև սկզբունք, այլ հակառակն եք անում։ Շնորհակալ եմ։ Ձեր հարցերը այնքան շատ են, չեմ էլ հասնում գրի առնեմ ուղղակի Վահանասյան, բայց առաջի հարցին պատասխանելով կարճված վարույթների հետ կապված, հաղորդման մեջ հստակ նշվել է, թե կարճված վարույթներից քանի անձի վերաբերյալ կարճվել են ոչ արդարացնող հիմքերով, այդ թվում նաև անձանց քանակի, եթե ուշադիր կարդաք, ես բան չեմ կարողանում գտնել, բայց հստակ նշված է այդ թիվը, եւ քանիսը արտարացման եւ քանիսը ոչ արտարացման հիմքերով են կարճվել։ Խափանամիջոցների հետ կապված, ես ճիշտ եք նշեցի, որ խափանամիջոց կալանավորում կիրառելու 243 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից բավարարվել է 102-ը։ Սակայն շարունակությամբ, եթե ընթերցեք, այդ 243 միջնորդություններից 102-ը ամբողջությամբ են բավարարվել, իսկ 99-ով կիրառվել է տնային կալանք խափանամիջոց եւ նաեւ այլընտրանքային այլ խափանամիջոցներ ունենք կիրառված։ Այսինքն, երբ որ մենք դատարան միջնորդություն ենք ներկայացնում կալանավորման, դատարանը շատ հաճախ համաձայնվելով կալանավորման միջնորդության հիմքերի եւ պայմանների հետ, գտնում է, որ այլընտրանքային խափանամիջոցներ կիրառելու հնարավորություն կա եւ շատ դեպքերում կիրառվում է տնային կալանք խափանամիջոց կամ վարչական հսկողություն խափանամիջոց եւ հստակ կանխորոշել, թե արդյոք դատարանի կարծիքը կհամընկնի, կհամապատասխանի նախաքննական մարմնի հետ, ուղղակի անհնար է։ Այդ միջնորդությունները ներկայացվում են դատարան, այդ միջնորդությունները լուծում են դատարանը եւ ըստ հայեցողության, ըստ հիմքերի կայացնում է համապատասխան